Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Ասում է, որ այս գործընթացը նաև իրենց վարկաբեկելու համար է քաղաքական ինչ-որ դիվիդենտներ շահելու, որոնք առաջիկա արդյունքների համար կօգտագործվի։ Հիմա ասենք, որ ես եկել եմ այսօր քպեական падգամավորների հետ հանդիպամ, դա էլ է իրանց դեմ։ Հələ մատ հարցնենք էլի Սերամուշեղիչին, ասենք։ Մտավախությունը ո՞րն է ասծես, իրենց մտավախությունը, որ հայտարարության տեքստ են տարածում, իրար կիսվում են այդ հայտարարության տեքստով բոլոր падգամավորները։ Ո՞րն է մտավախությունը իրենց այս բան, ինչով է առնչվում խնդիրը իրենց իմպիչմենտ։ Դե փաստացին է, որ իրանք ըստեյության չեն նախաձեռնում դրա գործընթացը։ Ինչ հարցում եք թե ինչու, բայց այդ նամակը ես չեմ կարող ասեմ, այն մոտեցումները, որ իրանք են նշել իրենց հայտարարության մեջ, ինձ համար սկզբունքորեն անընդունել են։ Ես տպավորություն ունեի, որ այդ հայտարարության տեքստը իրանց համար գրել է իրանց թշնամին։ Որտեւ ասենք այնց պատճառաբանություններ են նշում 8 հոգի ավանսով падգամավոր ես պիտի իրանց համար բերեմ, հետո մի հատ 20 վերջնահաշվարկ, դրա հետ միասին ասես մեծ թվով մարդիկ, ասեք դες բան ամբողջ խմբակցություն նստում են այդպես բանը գրում։ Հələ մի հատ իրանց էլ բերենք, նոր ասենք, մյուսը որ իրանց բերելու դժվարություն ունենք, բայց ոչինչ։ Բոլոր դժվարությունները կարծում եմ հաղթահարել են եւ կհաղթահարենք։ Առանց բաց հրապարակումների հանրայնացման եղել են զանգեր, հանդիպումներ, թեկուզ քպեականներից, որոնք ցանկանում են օրինակ մաս կազմել են զորակարգին, ներքին պայմանավորվածություններ ունեք կուլիսային։ Չկա եւ չի կարող լինել այդպիսի պայմանավորվածություն, քանի դեռ չկա նախաձեռնություն։ Այսինքն այդ ամեն ինչը կարող է լինել միայն այն դեպքում, եթե կա օրինակ այսօր ես հիմա որ քպեական կարծում եմ մեծ մասը քպեից են, էլի դրա համար չնայած ընդդիմությունից էլ կան այս հանձնաժողովի անդամների, դե ուզում եք եթե ասեմ, այս հանձնաժողովի կազմում են Վահե Ղալումյան, Արեն Մկրտչյան, Գառնիկ Դանելյան, Դավիթ Դանելյան, Միքայել Թումասյան, Լիլիթ Կիրակոսյան, Արման Ղազարյան, Տարոն Մարգարյան, Արթուր Սարգսյան։ Ընդ որում երեքը Հայաստան խմբակցությունից, մեկը պատիվ ունեմից, մյուսը ԿՊ-ից։ Այսինքն եթե ընդունելությունը հանձնաժողովի հետ է, նշանակում է բոլորը պետք է գան։ Այսինքն մենք հիմա իրանց հետ չենք քննարկում կոնկրետ նախաձեռնություն։ Ինչ հետաքրքիր է, թե իրանք ինչի չեն սկսում, յուրաքանչյուր մեկը ինչի չի սկսում նախաձեռնություն, այս փաստերի պայմանը։ Իսկ երբ որ որևէ մեկը սկսի, ասենք օրինակ Հովիկ Աղազարյանը կամ պատիվ ունեմը, եթե հույս ունենան, կամ Հայաստան դաշտ չպիտի բացառել։ Որևէ մեկը եթե սկսի այդ նախաձեռնությունը, մենք արդեն կփորձենք քննարկումները տանել առարկայական կոնկրետ նախաձեռնության շրջանակներում։ Որտեվ 11:03 է արդեն, պարոն Ղազարյան, Աննա Վարդապետյանն է ազգային ժողովում, իրեն ասելիք չունեք։ Աննա Վարդապետյանի տեսագրությունը Ղազարյան versus Ղազարյան նախագծի շրջանակներում կլինի այսօր կցուցադրվի ուրբաթ օրը։